Ռուսաստանի Դաշնության բոլոր դպրոցներում օտարերկրացիների երեխաները ռուսաց լեզվի քննություն կհանձնեն, ավելի մանրամասներն է ներկայացրել մասնագետը։ Ապրիլի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել միգրացիոն օրենսդրության վերաբերյալ փոփոխություն, ըստ որի օտարերկրացիների երեխաները Ռուսաստանի Դաշնության դպրոցներում սովորելու համար անպայման պետք է քննություն հանձնեն ռուսաց լեզվից։ Հայկական Կարիտաս կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն այսօր հրավիրված իր ելույթում ասել է, որ անցողիկ շեմը չհաղթահարած երեխաներն ուղղակի չեն կարողանա սովորել դպրոցում։ Նաև կստուգվի երեխայի ծնողների և երեխայի Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու օրինականությունը։ Ես այստեղ ուզում եմ բոլոր մեր հայրենակիցներին ուշադրություն հրավիրել, ովքեր Ռուսաստանի Դաշնություն են մեկնել ընտանիքներով և որոնց երեխաներն այս պահին սովորում են դպրոցներում։ Ճիշտ է, փետրվարի 5-ից արդեն սկսել էին ստուգել արդյոք երեխաներն օրինական են գտնվում Ռուսաստանի Դաշնությունում, բայց ապրիլի 1-ից սկսած խիստ ստուգումներ են լինելու։ ՌԴ բոլոր դպրոցներում։ Եթե երեխաների գրանցումը կեղծ է կամ գրանցման ժամկետը լրացել է, ապա պատժվելու է նաև ծնողը։ Եթե նույնիսկ ծնողն օրինական է գտնվում, ապա հնարավոր է նրա օրինական գտնվելը չեղարկվի, անգամ հնարավոր է ծնողների ու երեխաների արտաքսում լինի։ Նա Ռուսաստանի Դաշնությունում գտնվող հայերին խորհուրդ է տվել ոչ մի դեպքում կեղծ հաշվառում չգնել։ Կեղծ հաշվառումն ուղիղ տանելու է դեպի քրեական դաշտ, և եթե անգամ անձին չդատապարտեն, ապա կարտաքսեն։ Իրական հաշվառում իրականացրեք ձեր բնակության վայրում ձեր երեխաներին նույնպես։ Հաջորդը, նախքան Ռուսաստանի Դաշնության մեկնելը երեխաների հետ պարապեք ռուսաց լեզու, որովհետև հարցերի 90%-ին երեխաները պետք է ճիշտ պատասխանեն, այլապես չեն կարողանա հաղթահարել անցողիկ շեմը։ Առաջին դասարանցիները պետք է 10 հարցից 9-ին ճիշտ պատասխանեն։ Երկրորդից 5-րդ դասարանցիները 20 հարցից առնվազն 18-ին պետք է ճիշտ պատասխանեն։ 6-ից 9-րդ դասարանցիները 22 հարցից 20-ին պետք է ճիշտ պատասխանեն, և 10-ից 11-րդ դասարանցիները 24-ից 22 հարցին պետք է ճիշտ պատասխանեն։ Այսինքն շատ պատրաստված պետք է գնալ, և արդեն իսկ նշանակվել են այդ վայրերն ու հանձնաժողովները, որոնք երեխաներից վերցնելու են քննությունը, նշել է Բեժանյանը։ Նրա խոսքով, որ ստուգում են նաև դպրոցում արդեն իսկ սովորող միգրանտների երեխաներին, և արդեն գրանցվել են դեպքեր, երբ դպրոցում ստուգում անցկացնելիս պարզվել է, որ երեխան կամ չունի միգրացիոն հաշվառում, կամ կեղծ է փաստաթուղթը, և ծնողների հետ միասին երեխաներին տարել են օտարերկրացիների պահման վայր ու այնտեղից արտաքսել։ Չնայած Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ երեխաներին իրավունք չունեն տանել այդ վայր, բայց տանում են։ Եվ որպեսզի այս խնդրի առաջ չկանգնեք, պարզապես ձեր երեխաների համար մի գնեք կեղծ միգրացիոն հաշվառում կամ մի երկարացրեք նրանց գտնվելու ժամկետը կեղծ թղթերով, կոչ է արել Բեժանյանը։ Նա հավելել է, որ Եվրամիության երկրներում ընդհանրապես նշանակություն չունի միգրանտ երեխան տիրապետում է տվյալ պետության լեզվին, թե ոչ։ Երեխաները պարզապես չպետք է դուրս մնան կրթությունից։ Երկրներ կան, որոնք ընտրում են երեխայի կրթություն ստանալու իրավունքը և փորձում են դպրոցներում այնպիսի համակարգ ներդնել, որ երեխան ընթացքում նաև սովորի տվյալ երկրի լեզուն, բայց որևէ պարագայում դուրս չմնալ կրթությունից։ Ռուսաստանի Դաշնությունն ընտրել է այլ տարբերակ։ Երեխան պետք է իմանա իր լեզուն, ինտեգրվի հասարակությանը, այլապես չի կարող կրթություն ստանալ, որովհետև դա խանգարում է մյուսների կրթություն ստանալուն։ Ես ուղղակի չգիտեմ ինչ հաշվարկներ ունեն նրա տակ, որովհետև եթե խոսվում է 387 հազար օտարերկրացի անչափահասների մասին, ինձ թվում է ամբողջ Ռուսաստանի Դաշնության տարածքում դա այնքան մեծ թիվ չէ, որն ուղիղ կխանգարեր կրթությանը, նույնիսկ եթե դասարանում մի քանի երեխա ռուսերեն չգիտեն, նշել է Բեժանյանը։